Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, նախքան այս երեկոյի պատգամը փոխանցելս գուցեմ իմ խորին շնորհակալություն հայտնել եկեղեցուց հոգևոր դեսուչ Քերաբադի Դեր Ծարյակուն Վարդապետ Սարգսյանին, որու առաջարկով այստեղ կգտնվիմ, որպես նախկին հոգևոր հովիվ այս երեկոյի պատգամի ես փոխանցեմ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հարազատներ, Հայաստանի այս առաքելական եկեղեցին խոստովանության երկու ձևեր ունի։ Առաջին երբը անհատական խոստովանությունն է, որ հավատացյալը կմոտենա եկեղեցականին և գուցե առանձնապես իր կատարած մեղքերը խոստովանի։ Իսկ երկրորդը հավաքական խոստովանանքն է, ինչ որ գիրակի օրերը պատարագի վերջավորության մոտավորապես բացի մեծվահոտ շրջանին, սարգսակներ այստեղ ծնգաճոք հավատացյալներու գողմե գարտացվելիք փանացևը, զղջումի փանացևը իրենք կգարտան, որու մեջ հիշված են ամեն տեսակի մեղքեր, նաև հիշված են այն մեղքերը, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար կատարած են։ Հետևաբար այդ թվումներու մեջ բազմադեսակ մեղքերուն յուրաքանչյուր անձ իր սրտի մեջ իմանալով թե ինչ մեղք կատարած է, այդ մեղքի ընթերցումի ընթացքին խոստովանելով իր մեղքը Աստծո կփանա իր սիրտը։ Եվ այս մեղքերու շարանին մեջ սիրներ խոստովանության այդ փանացևին մեջ հատուկ խումբ մգա մեղքերու, որ կհիշվի, և այս խումբը մեղքերը հիշված են որպես մեծակույն մեղքեր, մահ սփռող մեղքեր։ Հետևաբար այդ մեղքերը ուզեմ նախ այստեղ հիշել, ուր գսե Դագավի մեղանչեցի այն 7 անցակներով, որոնք մահացու մեղքեր են, մահ կպատճառեն, հպարտություն, նախանձ, հարգություն, զուլություն, ակահություն, ոգրամոլություն և բղձացություն և ասոնց բոլոր տեսակներով մեղա Աստուծո։ Այս խմբի առաջին մեղքը, որ հիշված է և մեր երանավետ հայրապետները կարևորությամբ նշած են, հպարտության մեղքն է սիրելիներ։ Ինչպես որ դասնապանյա պատվիրանի մեջ առաջին և մեծակույն պատվիրանը սեր է, որ իր մեջ կփոխանցի բոլոր պատվիրաններուն, 10 պատվիրաններուն խտացումը, հպարտության մեղքն իր մեջ կփոխանցի և կխտացնե այս 7 մահացու մեղքերը։ Հպարտ մարդը ահավոր նկարագրի դեր գլասիներ, ոչ թե բարձավես ինք կհպարտանա և անվնաս երբով կխոսի, այլ հպարտ մարդը քորոզ մարդ կլա, անփարդավան մարդ կլա, նախանձ կլա, ադելությամբ լեցված, ինք զինք կնկատե որպես բարձրակույն աստիճանի անձ և վերեն կսկսի դիտել թեպի ներքև վար եղողները։ Հպարտ մարդը չի սիրվի իր շրջապատի կողմէ, ոչ էլ Աստուծո կողմէ։ Հետևաբար սիրելիներ, որպես քրիստոնյաներ զգուշ ըլանք և խուսափենք հպարտութենեն։ Աստծո խոսքի մեջ, Աստվածաշունչ Մատթեանի մեջ շատ գեղեցիկ հատված մը խոնարհության օրինակի, որը գսե հաջող Սամոսի ընթերցումի մեջ գսենք
Յանքիս օրերը մադի վրա գահաշվի ով դեր։ Գոյությունս ինքնին ոչնչություն է քո առջևը։ Ամեն ինչ, ամեն մարդ ուրիշ բան չէ, եթե ոչ ունայնություն։ Այս խոսքը սովը սիրներ հասարակ մահկանացումը չէր։ Այս խոսքը սովը, արտասանողը, Աստծո սիրելի անձնավորություններն մեկ դարձած է իր հավատքով, իր խոնարհությամբ, եւ այս խոսքը սովը Դավիթ թագավորն է սիրել, որ իր երկրի մեծակույն քիրքը ունեցող, պաշտոն ունեցող, հարստություն ունեցող, ուժ ունեցող անձն է եւ դե գոյությունս ոչնչություն է քո առջևը ով դեր այնքան խոնարհ մարդ եղած է որ ինքզին կփախտադե իր Աստծուն հետ եւ կնկատե իր ոչինչ ըլլալը դժբախտաբար շատեր այսօր մեր շրջապատի մեջ ալգեցնենք որ լավ պաշտոնը ունեցած ըլլալով բարձր դիրքը ունեցած ըլլալով այնպես կվարվի իր գործընկերներուն հետ որ գարձեք իրենց հացը գախյալ է իր անձեն եւ որևէ մեկ նեղություն պատճառելու բարակային իրեն ինք կրնա զրկել իր կորձագիցը հացի ճամփան կրնա գտրել եւ այնքան հպարտությամբ անփարդավանությամբ կվարվին որ մարդավայել չէ սիրելիներ Դավիթ թագավոր հսկա ապարանքներ ուներ մեծ փալագ ուներ հարստություն, ջոխություն, ամեն ինչ իր հրամանի տակ եւ դեսե ոչնչություն եմ արջևը ով դեր խոնարհության մեծակույն օրինակները մեկը Աստված Մադյանեն ավասի կհիշեն բայց մարդ առած անփարդավանության քքագերին գահացնի իր այս մեծակույն մեղքով հբարդությամբ 20-րդ դարու սկզբնավորության մեծ թեփ պատահած է, որ ուզեմ հիմա հիշել, Անգլիո մեջ 1909 թվականին Անգլիո մեծ նավահանգիստների մեկու մեջ սկսած են սպոսաշրջիկային նավ պատրաստել Ճարտարապետներ ամեն տեսակի արդիական այդ օրերու սարքածներով կպատրաստեն այս նավը, որ կգոչեն Titanic, որում մովին ալ եկած է, տեսահերիզն ալ ցուցադրված է։ Titanic կնշանակի հայերենով դիդան, հսկա, մեծ։ Եվ այդ օրերու այդ մեծակույն նավը երբ կշինեին Գարմը մեծ պաշտոնյաներ, ճարտարապետ, ասած են, որ այս նավում Աստված նույնիսկ չի կրնար ընկղմել։ Ասպարես կգարտան Աստծո, սերով ավասիկ մենք այս նավը սարքեցինք և եթե կրնաս ընկղմել, ընկղմել։ Այնքան ինքնավստահ, այնքան անփարդավան, այնքան մեծամիտ հպարտ մարդիկ, որոնք նահանտկնին Աստծո ուղել իրենց անփարդավան խոսքը։ Եվ գիտեք պատմությունը սիրելիներ, 2.5 տարի վերջ այս նավու շինությունը կամփոփչանա։ 1912 թվականի ապրիլի 12-ին այս սպոսաշրջիկային մեծ նավը ճամփագել է իր մեջ ունենալով 2440 ճամփորդներ, որ այդ օրերու ամենամեծ հարուստներն էին, որ կրնային այդպիսի ճամփորդության մասնագից դառնալ, որովհետև շատ թանկ էր։ Այդ խմբը, որ ճամփագել է ապրիլ 12-ին, 2012 թվականին, առաջին ճամփորդությունը, դա գավին 3 օր ճամփորդած
գզարնի լեռնասարույցիմը և քանի մը ժամերու ընթացին գնգղմի սերներ։ Աստծո կավազանը ցայն չունի, բայց որ զարն է, ջար չունի։ Ով գհանտկնի սերներ, Աստծո ասպարեզ գարտալ։ Թշպախտապար մարդիկ, անբետք մտածումներով, երբեմն իրենց մեծամտությունը չափ ու սահման չի ճանչնար։ Այս օրինակեն դարբեր, ուզեմ մեր այս օրերու ալ օրինակը դալ, ամիջական մեր այս ապրած օրինակին, այս տարի ինչ-որ բադահեցավ սերներ, հունվարի սկսմագործյան էր, ինչ-որ գիշեմ, հայկական ծունտեն մի քանի օրեր վերջ։ Հալիուդի աստղերը տերասաններու Օսկարի պաշկման հանդիսություն պատրաստած էին և միլիոնավոր մարդիկ թիվիներեն, հեռուստատեսիլներեն գտիդեին, թե այդ օրվա որ տերասանը լավակույնն է, որ տերասանները պիտի ստանան բաժակներ, օսկարներ և այդ օրվա հայդակիրը ներկայացնող գինը, օրորդը ինչ որ է, շատ անգիրտ ցևով Աստծո հանդգնեցավ վրա ծիծաղին, Աստծո վրա ծիծաղին։ Մրցանակը պաշկումը ավարտել է ետ, մոտավորապես այս գինը ելավ և ըսավ։ Այսօր սավ մենք 18 բաժակներ բաժնեցինք մեր տերասաններում։ Առաջի 14-ը շնորհակալություն հայտնեցին բաժակները ստանալեն վերջ այս երեգոն գազմագերբողներում։ Իսկ մյուս 4-ը շնորհակալություն հայտնեցին իրենց մայրերում։ Եվ ծիծաղելով ցավ, իսկ որևէ մեկ անց չգտնվեցավ, որ Աստծո շնորհակալություն հայտնե, եւ բոլորին ծիծաղը շարժեց իբր թե, եւ ինքը ծիծաղով այդ մեկը ըսավ։ Կարծեմ մեկ օր վերջ կամ առավելագույն երկու օր վերջ է։ Վենտուրայա չրչանը հրտեհները հրոջարակ դարձուցին այդ տերասաններու, միլիոնադերներու և մեծամասնությամբ այդտեղ գպնագին տերասանները իրենց դուներ հրոջարակ դարձուցին սրելներ։ Եվ անգիրտ այս գինը երկու օր վերջը TikTok հայդակիր մգա, ապ մգա, այդ տեղեն նորողություն խնդրեց TikTok-ին, ոչ թե Աստուծո։ Ի վերջո սիրելիներ, սատանան ցևեր շատ ունի, մանավանդ կասկածամտություն և հբարություն կհարաճցնե մարդ արարածի մեջ, որբեսի Աստծուծմե հեռացնե։ Ըսկուշլանք սիրելիներ, ըսկուշլանք չինանք սատանայի թագարտը, որ թևի մահ պիտի առաջորդը մեզ և Աստծուծմե պիտի հեռացնե մեզ, նպատակը այդ է։ Դավիթ թագավորի պես, մենք որպես հավատացյալներ, ըսկուշ ըլանք հբարդության մեղքեն, միշտ նկատենք մենք մեզ ոչինչ Աստծո առջև, իսկավեսալ ոչնչություն և ոչնչություն ենք։ Չպախտադենք երբեք մեզ մե ավելի նվազած դգար անցերու հետ, այլ եթե գուզենք մենք հբարդանալ, նախ վերնայինք և ավավի տեսնենք, որ ոչ, մենք ոչնչություն ենք։ Աստված օրհնե բոլորդ և այս մեծ վաղուց շրջանին դոդերը մեզ առավել ևս զորացնե հավատքով, հույսով և սերով և հեռու մնանք սատանայի գորոքայքներեն, ամեն։